Հայաստանի ազգային պատկերասրահում մարտի 21-ից վերաբացվել է 16-ից 20-րդ դարերի արտասահմանյան արվեստի մշտական ցուցադրությունը, շուրջ 300 գեղանկարչական եւ գրաֆիկական բարձրարժեք գործեր, քանդակներ եւ դեկորատիվ կիրառական արվեստի անկրկնելի նմուշներ։ Նոր ցուցադրությունն ընդգրկում է այնպիսի համաշխարհային անուններ, ինչպիսիք են Մարկ Շագալը, Վասիլի Կանդինսկին, Վալենտին Սերովը, Իլյա Ռեպինը, Իվան Շիշկինը, Ռոբերտ Ֆալկը եւ ռուսական ու խորհրդային արվեստը ներկայացնող այլ հռչակավոր հեղինակներ։ Հոլիվուդյան լավագույն ֆիլմերի ճանաչված սաունդթրեքերը հնչել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի կատարմամբ։ Նվագախումբը կատարել է Հանս Ցիմերի եւ Ջոն Ուիլյամսի ստեղծագործությունները, որոնք հնչել են Հարի Փոթեր, Բեթմեն, Կարիբյան ծովի ծովահենները, Սկիզբ, Գլադիատոր, Աստղային պատերազմներ, Հրեշտակներ եւ դևեր, Ավատար եւ այլ հայտնի ֆիլմերում։ Համերգն ուղեկցվել է կինոկադրերի ցուցադրությամբ։ Լույս է տեսել «Նրանց ժամանակը» գրքի հեղինակ, կինոաշխարհ կայքի խմբագիր, լրագրող Ռուզաննա Բագրատունյանի «Համր կինոյի խոսուն կանայք» ժողովածուն։ Շնորհանդեսը տեղի է ունեցել Զանգակ գրատանը։ Համր կինոյի խոսուն կանայք գիտահանրամատչելի ժողովածուն միավորում է համր ֆիլմերում Հայաստանում եւ արտասահմանում հանդես եկած 40 դերասանուհիների եւ կին կինոգործիչների, որոնք համարձակություն են ունեցել ճանապարհ հարթել մի ժամանակաշրջանում, երբ կինոն նոր էր մտնում հայկական մշակութային կյանք։ Մատենադարանում ամփոփվել է ֆրանսիական դիմադրության շարժման առաջամարտիկ Միսաք Մանուշյանի հիշատակին նվիրված Մանուշյանական շաբաթ ծրագիրը։ Նախագծի նպատակն է վերաիմաստավորել Մանուշյանի ժառանգությունը, ընդգծել նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ եւ խթանել ֆրանս-հայկական պատմամշակութային երկխոսությունը։ Գրականության եւ արվեստի թանգարանում ցուցադրվել են Մանուշյանի հարազատների անձնական հավաքածուից նմուշներ, տեղի է ունեցել Մելինե Մանուշյանի Միսաք Մանուշյան ականատեսի աչքերով գրքի հայերեն թարգմանության քննարկումը եւ Մանուշյան պիեսի շնորհանդեսը։ Արտաշատի Ամոխարազյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրվել է Շոշաննա Բուխոբզայի Մանուշյան պիեսը։ Միջոցառումներն անցկացվել են Սաթե Ադխ Ֆրանսիական թատերական միության, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության, Հայաստանի եւ Ֆրանսիայի մշակույթի գործիչների համագործակցությամբ։ 30 տարի անց Ճպուրն ու մրջյունը դարձյալ բեմում է։ Ալեքսանդր Սպենզիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Ստեփան Լուսիկյանի բալետային ներկայացման առաջնախաղը։ Մանկական պայծառ գունեղ ներկայացման արտիստները Երևանի Պարարվեստի պետական քոլեջի տաղանդավոր սաներն են, իսկ հանդիսատեսը հիմնականում երեխաներ։ Այս ներկայացումը 90-ական թվականներին բեմադրել է անվանի բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանը։ Ճպուրն ու մրջյունը բեմ է բարձրացել նոր շնչով ու գույներով, լիբրետոյի հեղինակ բալետմայստեր Դավիթ Գալստյանի ձեռագրով։ Սիմֆոնիկ ռոք հանուն երեխաների առողջության։ Ապրիլի 15-ին ժամը 19:30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բարեգործական համերգ տեղի կունենա։ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպած համերգից ստացված ողջ հասույթը կտրամադրվի առողջական խնդիրներ ունեցող երեխաների բուժմանը։ Համերգային ծրագիրը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը, որպես մենակատար հանդես կգա կիթառահար Վարդան Գաբոյանը։ Ապրիլի 7-ին ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը աշխարհահռչակ Օլա Օնաբուլեի մասնակցությամբ։ Նա բրիտանաբնակ նիգերիացի կատարող է, ներկայացնում է երաժշտական մի քանի ուղղությունների համադրություն։ Հայաստանում առաջին անգամ կհնչի Ատոմ Էգոյանի Արարատ ֆիլմի երաժշտությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Հայկական շարականների ու ժողովրդական երաժշտության այս միաձուլումը հուզել է տասնյակ հազարավոր մարդկանց։ Օսկարակիր կոմպոզիտոր Մայքլ Դաննայի յուրօրինակ ստեղծագործությունը հնարավոր է ունկնդրել մարտի 29-ին ժամը 19:30-ին։
Նկարիչների միությունը հրավիրում է ներկա գտնվելու գեղանկարիչ միության նախագահ Սուրեն Սաֆարյանի բնության փոխակերպում խորագրով անհատական ցուցահանդեսի բացմանը։ Համադրողը Աննա Գալստյանն է, բացումը տեղի կունենա մարտի 26-ին ժամը 17-ին։ Ըստ նկարչի ամենադժվար ոճը իր ստեղծագործական կյանքում եղել է աբստրակտ արվեստը։ Այն զուտ ներկերը եւ ձևերը տեղադրելու հմտություն չէ, իր համար դա մի հանգրվան է, որին հասել է անցնելով անկումներով ու հաղթանակներով լի ճանապարհ։ Մարտի 27-ին ժամը 19-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում տեղի կունենա Հանդիպում արվեստի հետ շարքի հերթական միջոցառումը նվիրված Ռազմիկ Դավոյանի 85-ամյակին։ Անմեռ հնչյունի եւ բառի կախարդանքը գրական երաժշտական երեկոյին կներկայանան Վահան Արծրունին եւ Մխիթար Ավետիսյանը։ Ծրագրում Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունների տողերով Վահան Արծրունու գրած երգերն են։ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը մարտի 29-ին ժամը 19-ին հրավիրում է ֆլամենկո երաժշտության երեկոյի։ Իրանահայ կիթառահար Ռոմիկ Հովանիսյանը, բենդը եւ իսպանացի կիթառահար Օսկար Գուսմանն առաջին անգամ համերգով հանդես կգան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Երեկոյի ընթացքում պարային համարներ կներկայացնի Կադանս խումբը։ Դոգմա ռոք խումբը մարտի 28-ին Կորյունի 19A հասցեում գտնվող Թոնլապ ակումբում հանդես կգա համերգով։ Դոգմայի երաժշտության մեջ միահյուսվում են էթնիկ մեղեդիներն ու պրոգրեսիվ մետալը։ Խումբը 17 տարվա պատմություն ունի, թողարկել է 3 ձայնասկավառակ, շրջագայել է Հայաստանում եւ արտասահմանում, համագործակցում է հեղինակավոր երաժիշտների հետ։ Մարտի 31-ին, ապրիլի 1-ին եւ 2-ին Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի Ռոստամ եւ Զոհրաբ օպերայի առաջնախաղը։ Ներկայացման երաժշտական ղեկավարն ու դիրիժորը Լորիս Ճգնավորյանն է։